Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես մաքրել օրգանիզմը եւ արագ վերականգնվել տոներից հետո։ Ալկոհոլը չարաշահեցիր, մարմին վերականգնման ֆունկցիան գանգնացրեցիր։ Մի հատ լիարդը ձանրաբերնեցիր, չէ՞։ Այդ 3 օր ամբողջ վրա արեցիր քո ուզածը։ Բայց մի արա արդեն մարմինիդ ուզածը։ Ինչ անենք, որ տոներից հետո բարիս բուն իմաստով մեր դեմքը չկորցնենք։ Արթնանում ու նայում ենք հայլու մեջ, ինքներս մեզ չենք ճանաչում այտուցներով, ուռած դեմքով։ Ջուրը քիչ ես խմել, ուզած մարմին ջուրը բահում է, որովհետեւ վերականգնի այդ ամբողջ զրտուզի ինչ որ լցվել է մեջը, փորձի հանել կամաց դուրս, չէ։ Հիմա ոնց անենք, որ ճիշտ խաղանք ես խաղամանով, պետք է բեռնաթափել օրգանիզմը մաքրել։ Չէ, չկա դենց բան, ես միշտ այդ դետոքս, մետոքս դենց բաների դեմ եմ։ Ասում են առավոտը սկսիր ջրով, ինչու եւ ինչու է ջուրը կարեւոր օրգանիզմի մաքրման համար։ Նայեք շատ լավ հարցեր, մարդիկ դա խառնում են ինչ որ նիհարելու հետ, ասում են առավոտ ջուր եմ խմում գոր, նիհարում եմ։ Ես ուրիշ բան եմ ասում եմ քո ջարբը կարակ չի, գիտես։ Ոչ է յուղա, որ դա ջուրը խմես, ես հալվի թափի մեջ, դենց բան չկա։ Ուղեղի աշխատանքին օգնում են մարզումները, ասում են, ինչպես մարզումները կօգնեն վերականգնել էներգիան եւ վերադառնալ աշխատանքային հուն։ Մարզումները, իհարկե, երբ որ դուք կրում եք կամ շարժվում եք կամ ակտիվություն եք կամ դուք մարզվում եք, ձեր արյան շրջանառությունը, ձեր սրտի աշխատանքը, այդ ամբողջ շորլացավ իհարկե ուղղել է այդ Արունը քրոմ էլ է, չէ՞ այնտեղ։ Շոկեբաղնիքի մասին մանո, ինչ կարծիք ունեք, օգնում է վերականգնել մկանները, օգտակար է առհասարակ։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ամանորի տոներն անցան անվերջանալի կերուխումով եւ հիմա խնդիր ունենք վերադառնալ աշխատանքային հուն, որն այնքան դժվար է թվում։ Ինչպես մաքրել օրգանիզմը եւ արագ վերականգնվել տոներից հետո։ Մի քանի պարզ խորհուրդ առողջ ապրելակերպի մասնագետ Մանո Բրուտյանից ողջույն Մանո։ Բարև ձեզ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ձեզ նույնպես բոլորիս համար։ Մինչ ասել է թե ինչպես մաքրենք օրգանիզմը եւ արագ վերականգնվենք, ասացեք խնդրեմ, ինչու ենք այսքան վատ զգում մեզ տոներից հետո, երբ մեր սրտի ուզածն արել ենք, կերել, խմել, ուրախացել, զվարճացել, ինչու է օրգանիզմը այսպես արձագանքում։ Ես գասեի, որովհետեւ այդ բառը դուք ասեցիք, արել ենք մեր սրտի ուզածը։ Լավ չէ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Այս դες սկսում է խնդիրները։ Նայեք, արդեն այդ դրա մեջ մտնում է իմ սրտի ուզածը արել եմ, դա քաղցրն է, ալկոհոլն է, չգիտեմ, ծանր սնունդն է, այդ ամբողջը չքնելը, իհարկե այդ ամբողջը բերելու է մարդու էներգիայի անկմանը, դե մենք շատ լավ գիտենք շաքարի չարաշահումը, դա բերելու է ինսուլինի խախտումների բարձրանալ իշտերուն, էներգիան կորելու է, այսինքն այդ բան էներգիան սկալու է, դրանից հետո ամբողջ օր էներգիա Իջնելու է գետին, ջուր չես խմելու, քո մարմին չվերականգնվելու, գիշերը չես քնում։ Իհարկե, այդ երկերը որը չքնեցիր, չգիտեմ, դուրսը մնացիր, գնացիր բարեցիր քո համար, չգիտեմ ինչ արեցիր, բայց էլի չվերականգնվեցիր, ինչ համար որ դու չես քնել։ Ալկոհոլը չարաշահեցիր, մարմին վերականգնման ֆունկցիան գանգնացրեցիր։ Մի հատ լիարդը ձանրաբերնեցիր, չէ՞։ Այդ 3 օր ամբողջ վրա արեցիր քո ուզածը։ Բայց մի արա արդեն մարմինիդ ուզածը։ Հիմա ինչ անենք, որ տոներից հետո բարիս բուն իմաստով մեր դեմքը չկորցնենք։ Արթնանում ու նայում ենք հայլու մեջ, ինքներս մեզ չենք ճանաչում այտուցներով, ուռած դեմքով։ Ճիշտ եք ասում, մարդիկ որ զարթում են, ասենց այդուսներ եղել է, որ իսկ նկարել են ուղարկել, այսինքն դեմքերը ուռած ու վախեցել, այս ինչ ա եղել։ Ասում են, ոչ, մի վախեցեք, դա շատ նորմալ բան է, մարմինը նենց ֆունկցիան կատարում, ինքը պաշտպանողական, որովհետև խնդիր կա իր մոտ, այսինքն դու աղը չարաշահել ես։ Օրինակ, այդ ամբողջ գիշեր ինչ որ գերել ես դու նոր դարուն, այդ աղ, չէ՞, աղը, բրից մի հատ քաղցրը գերել ես, չէ՞, գերել ես, ալկոհոլը խմել ես, չէ՞։ Անպայման առանց տոն շնորհավորանքի չի անցնի։ Ապրես, ու մի հատ ուշ ես քնե, այդ ամբողջ մարմինը ինչ է պահանջում։ Պահանջում է ջուր։ Ջուրը քիչ ես խմել, ուզած մարմին ջուրը բահում է, որովհետեւ վերականգնի այդ ամբողջ զրտուզի ինչ որ լցվել է մեջը, փորձի հանել կամաց դուրս, չէ։ Հիմա ոնց անենք, որ ճիշտ խաղանք ես խաղամանով, պետք է բեռնաթափել օրգանիզմը մաքրել։ Չէ, չկա դենց բան, ես միշտ այդ դետոքս, մետոքս դենց բաների դեմ եմ, դենց բան չկա, որ ասում են դետոքս, ես ասում եմ Աստված ստեղծել է մեզ ինչ որ պետք է, մենք ունենք լիարդը, մենք ունենք երեգամը, իրանց ֆունկցիան գդարում են, դու եթե գդարում ես այդ 4 քայլերը, քո մարմին այնքան սիրուն դետոքս անել, դու ես զարմանալու թե ինչ է, այսինքն միշտ որ ասում եմ քնի, ջուրդ խմի, ճիշտ կեր եւ շարժվի։ Հիմա հատուկ բան պետք չէ անել, լիմոնա ջուր խմել, ասում են ցիտրուսային մրգերն օգնում են կամ մի օր կլեչատկայի բջջանյութի օր կազմակերպել բեռնաթափելու համար։ Ես մի բան կասեմ, դուք վերադարձեք ձեր առողջ կյանքին, հավատացեք երգորեդու ամեն ինչ շատ լավ է լինելու։ Այդ դրանք ավելորդ բաներ են, չգիտեմ, մարդիկ փորձում են աշխատել, վիու հավաքել, փող ծախսել, չգիտեմ, փող հավաքել,
դե այդ ինձ համար դες բան չկա։ Ես խոսում եմ արդեն պրակտիկայի մասին նաև։ Ուրեմն չենք անում դիետա, անում ենք ալկոհոլից հրաժարվելու դիետա։ Ալկոհոլից հրաժարվեցիր, քաղցրից հրաժարվեցիր, այսինքն sense ասում եմ, դու առողջ ապրելակերպով ես ապրում, վերադարձի քո ապրելակերպին, հավատա այդ 2-3 օր ինչ որ խախտել ես, երկու օր հետո ամբողջը մաքրվելու է, ինքնին վերադառնաս նորմալ քո կյանքին։ Իսկ եթե վատ ապրող ես, կոմոդ ոչ մի բան չփոխվի պաստորեն։ Սա առաջին խորհուրդն է։ Երկրորդ խորհուրդը ջրի մասին է։ Ասում են առավոտը սկսիր ջրով, ինչու եւ ինչու է ջուրը կարեւոր օրգանիզմի մաքրման համար։ Նայեք շատ լավ հարցեր, մարդիկ դա խառնում են ինչ որ նիհարելու հետ, ասում են առավոտ ջուր եմ խմում գոր, նիհարում եմ։ Ես ուրիշ բան եմ ասում եմ քո ջարբը կարակ չի, գիտես։ Ոչ է յուղա, որ դա ջուրը խմես, ես հալվի թափի մեջ, դες բան չկա։ Առավոտ մի բաժակ գոր ջուրը դա օքեյ, գարա օգնի քո մետաբոլիզմը արտացնի, բան չունեմ ասելու, մեկը գարա լիարդիտ օգնի, որ իր ֆունկցիաները սկսեն լավ կատարել։ Այդքան բան։ Չեմ ասում վտանգավորը, չեմ ասում ես իմ ինչա, բայց օքեյ, սկսի ջրով։ Բայց ջուրը կարևոր է օրվա ընթացքում։ Ինչքան կարող եք այդքան խմել, ջրից վնաս չկա, 0 կալորիա, օգտվի իրանից, ջրի էներգիա ես կասեի ձեզ։ Քաղցրի մասին, որը թվացial մեր էներգիայի աղբյուրն է։ Երբ էներգիա չունենք, առաջին բանը որ անում ենք քաղցր ենք ուտում, ճիշտ է։ Ճիշտ միֆ չէ, որ այն այսպես հիմնականում միֆերի շարքից է, արագ մեզ տալիս է այդ էներգիան, հետո արագ խլում։ Հենց այս համովիկների պատճառով է, որ էներգիա չենք ունենում։ Շատ ճիշտ բան ասեցիք։ Մարդկանց որ հարցում ես որ գրում են սեմինարների, որ ասում եմ, օքեյ, մի հատ ինձ կասեք, դուք շաքարից ինչ եք ստանում, ասում են էներգիա, ուղեղս է աշխատում, կամ էսի է անում, ասում եմ, չէ, ժողովուրդ ասում եմ, դες բան չկա։ Ինքը քեզ ժամանակավոր է։ Իսկ fake կալորիա է, ինքը fake է։ Ինքը ժամանակավոր է իրամ, ժամանակավոր հաճույք, այսինքն դու գերար 5 րոպե 10 րոպե հետո լավ զգացիր քեզ, ինսուլին թելա մի հատ օդ, արագի մեջ, հետո բրծավ։ Արագի մեջ իջավ։ Բրծավ չի։ Քաղցրը բրծավ, ինքը ընկավ գետին։ Այսինքն դու ամբողջ օրը քո մարմինը շաքար է բանջելու քեզանից, որովհետեւ էներգիան հետ բերի, որովհետեւ ինքը հեշտ էներգիա է ստանում դրանից, ինքը դրանից հեշտ է ստանում, ինչքան ասենք ածխաջրերը, որ դանդաղ է ստանալու։ Իսկ մեր ուղեղի համար, որ ասում են շաքարաբետ, տենց բան չկա, մենք մեր շաքարը ստանում ենք մթերքներից, բրինձի մեջ է գա շաքար, կարտոֆիլի մեջ է գա շաքար, հացի մեջ է գա շաքար, ամեն ինչ շաքար կա, մրգի մեջ է շաքար կա, այսինքն տենց բան չկա, որ ասեն պետքա քաղցր ուտես ուղեղը աշխատի, դա սուտ է, այսինքն ուղեղը չի աշխատում։ Պիտի վաղուց գժանոց կնայի ես ուրեմն։ Ուղեղի աշխատանքին օգնում են մարզումները, ասում են, ինչպես մարզումները կօգնեն վերականգնել էներգիան եւ վերադառնալ աշխատանքային հուն։ Նայեք շատ լավ բան է, ուրեմն մարզումները իհարկե երբ որ դուք կրում եք կամ շարժվում եք կամ ակտիվություն եք կամ դուք մարզվում եք, ձեր արյան շրջանառությունը, ձեր սրտի աշխատանքը, այդ ամբողջ որ լացավ իհարկե ուղեղն է այդ, արյունը քրում է, չէ՞ այնտեղ։ Այդ ամբողջը լավանալու է, դեպի լավը։ Երբ որ սկսում ես որ մարզանքով, հավատացեք ինձ, հավատացեք 99.99% մարդկանց մոտ ամբողջ օրը լցվում է էներգիայով։ Դրա համար չենք թողում գիշերը շատ ուշ կան մարզվեն, այսինքն քնելուց 2 ժամ առաջ կաս մարզվես, դու գիշերը չես կարող քնես։ Դժվար է արնելու, որովհետև էներգիան բարձրանում է, բարմին զարտում է։ Ստացվում է նստակյաց կյանքով ապրող մարդկանց ուղեղն էլ չի աշխատում։ Լավ չի աշխատում, այսպես ասենք։ Դրանք այդ մարդիկ խնդիր ունեն, ախր իրանց մոտ մեջքի խնդիրը, ուրիշ բաների խնդիր, լիքը խնդիրներ ունեն, չէ՞, կամ սկսում են որովայնի շրջանում ասում են շադանալ։ Ես նրանց եմ խորհուրդ տալ, ասում օքեյ, եթե դուք նստած եք կոմպի հետևը, ամեն մի ժամը մեկ, հերեք քայլեք։ Ամեն ժամ մի վայրկյան թող 5 րոպե հելի շարժվի, քայլի, կամ նստի գկանի ստարը, կամ եթե աստիճան ունեք, միջի մի հատ աստիճան, էլ մի հատ թող արյան շրջանառությունը շարժվի, ու արի նստի։ Ավելի լավ կմտածեն, ավելի լավ մտքեր կարծնանան։ 100%, ամոզված բան եմ ասում ես։ Ինչ վերաբերում է մարզումներին, ասում են քրտնքի միջոցով հնարավոր է դետոքս անել, մաքրել օրգանիզմը, նման բան կա, դա օգնում է։ Հա, նենց սիրուն միֆեր են դրանք, ասենք, հա, մեկ էնի, մեկ էլ որ ասում են, որ քրդնում եմ, ուրեմն նիհարում եմ, այո։ Չէ, Ժորժ ջան, դες բան չկա, դա ֆունկցիա է, որ մարմինդ կատարում է։ Եթե քո մարմինի ջերմաստիճանը բարձրանում է, քո մարմինը քո ջրից բաց է թողում իբր քրդի, որպես հովացնի։ Այո։ Ինչ որ մի փոքր դոգոս կարա լինի, որ աղերը կամ բաները դուրս անի մի քիչ։ Okay, բան չունեմ ասելու։ Բայց քո ֆունկցիան մեգա գադարում է քո լիարդը, մեկ էլ երիկամները խոսքը գնում է բանի մասին, դետոքսի մասին։ Իսկ նիհարելու մասին մի մտածեք որ դες բան գոյություն ունի, մի գաբեք ձեր փորը ցելեֆաններով, չգիտեմ ինչով դոբրակներով ուրախացեք, դες բան չկա։ 85% ջարբը դուրս է գալիս շնչառությամբ, իսկ 15%-ը գարա լինի
դեպի զուգարան եւ քրդինքից մի 5% լավ այդքան բան so իմացեք մի գապվեք կամ ոչ է մեկ խորտոդա գապվեք կամ սաունա գնաք բան տես բաներ մի արեք Սաունան էլ ինչի հարեցնում նույն ճանապարհ ինչ կա բունի ջուրը խմեցին այդ կարու ադելը այո իսկ եթե մարզումների ծրագրից խոսենք ասում են շատ ավելի արդյունավետ է երբ ֆիթնես մարզումներ են կանում ուժային մարզումներ որից հետո լող նոր անցնում ենք սաունային սա մի ամբողջ համալիր օգնություն է օրգանիզմին այո դու ընդես բանեցի կոմարմինի գցեցիր մի գոլ այսինքն ճիշտ հակառակ էֆեկտը կունենանք չկա դες բան դու կոմարմինը նայեք ինչքան մարզումն է կարևոր է ավելի կարևոր է հանգիստը եթե դու ամեն օր այդենց մարզվեցիր կոմարմինը ստրեսի մեջ է մտնում ամեն օր չէ շաբաթը 3 կամ 2 անգամ դեգուս շատ երկար նայեք ուժային մարզումները 45 րոպեից մի ժամ է վերջ դրանից հետո գարացենես կարդիո դանես գեշ ժամ կամ օքեյ գարաց փոխանես նրան լողի հետ բայց ինձ եթե հարցեք ես գասեմ կարդիոն ավել է եթե քո նպատակը քաշ կորցնելն է օքեյ հերիկ 30 րոպե քո վազուղիդ արա կանզի լողը գարած թողես հաջորդ օրը առանձին գնա լողա քո համար իբր ակտիվություն այդ որ պիտի հենես քայլես դուրս 30 րոպե գնա լողա 30 րոպե այդենց արա թող կոմարմինը վերագանքվի հասցնի հասկանա թե իրան ինչա պետք որ վերագանքվի եթե դու այդքան պրես ես անում իրան մի օրվա ընթացքում դենց 3 ժամ 4 ժամ պրես ես անում այդ խեժվարմից ոնց 24 ժամ վերագանքվի ասեք մենք մգաններն ենք մինչև 72 ժամ դեվում է իր վերագանքները կամ 48 ժամ շոկեբաղնիքի մասին մանո ինչ կարծիք ունեք օգնում է վերականգնել մկանները օգտակար է առհասարակ օգտակար ասելով նայեք որ ասեմ դենց ես ինչ երանում չէ օքեյ եթե մտածում ես դրանում իհարում ես չէ եթե մտածում ես դրան վրագանքնում ես չէ օքեյ այդ քրդերը process որ ջուրը խմես դուրս է գալի բայց խմում ես ընթացքում էլ ներսել ես խմում օքեյ անոթները բացում ասեք գարա մի քիչ ինչ որ այդ որ ասեցի այդ բաներից դուրս գան տոքսիներից բայց նաև մենք իր հետ կորցնում ենք էլեկտրոցիտներն էլ ասենք մագնիզիումը կալիումը դրանք են կորցնում հետը շոկեբաղնիքում իհարկե Եվ քրդում ենք կորցնում ենք ուզենք չենք ուրեմն ինչ պիտի անել որպեսզի կոմպենսացնել չէ տա սաունա գամեն էլեկտրոցիտներ խմել հետնել հետաքրքիր է բացասական պատասխան ունենք սաունայիների վերաբերյալ ստացվում է այսպես վերականգնվելու համար շատ կարևոր է քունը խոսենք սրա մասին ամանորի տոներին մենք ուշ ենք պարկել քնելու քիչ ենք քնել եւ հիմա խնդիր ունենք այդ ցիրկադային ռիթմերը օրգանիզմի վերականգնելու չի ստացվում շուտ քնել ինչ խորհուրդ կտաք ասեցի կյանքը մի անգամ սխալվելով չի բրձնում կամ մի անգամ լավ ապրելով դենց էլ չենք լավանում այդ 2-3 օր օքեյ արեցինք ինչ որ այա բայց եկեք ժողովրդի հետ վերադառնանք կամ դրա մեջ խրվելու եք ավելի վատանա ձեր կյանքը միջև վերջ կամ մի հատ ստոպ տվեք hand brake-ը քաշեք ու սկսեք վերադարձեք ձեր հին կյանքին այդ 2-3 օրը չքնեցիք հասկացանք բայց եթե շարունակեք արդեն ձեր մարմինը փլուզելու եք այ բարի բուն իմաստով վերադարձեք երկրորդ օր երրորդ սկսեք արդեն ճիշտ ժամին քնելու որպես հետ սկսի մարմինը վերագանքվի ասեցի ամբողջ բաները գաբ ունեն իրար հետ այդ 4 կետերը որ միշտ ասում եմ այդ բառոնը գաբ ունեն իրար հետ քնի ջուրդ խմի հացը ճիշտ կեր մարզվի այդ ամբողջը արա ու քունը ավելի կարևոր է վերագանքվելու ասենք մեր մարմինը վերագանքվում է երբ որ գիշերը քնած ենք երբ որ քնած ենք 11-ին Ինչու որտեղ ժամ 12-ին սկսում է բարձրանալ մեր մոտ աճի հորմոնը այդ աճի հորմոնը որ ինքը պատասխանատու է մեր վերագանքման համար մեր մազը մեր եղունգը մեր մաշկը մեր աչքը ամեն իր գործն է կապ չունի ինչ տարիքում ենք աճի հորմոնները մեզ պետք է վերականգնել մի քանի դար չեմ ստուգ այն մոդելը մի միավոր գա իհարկե ասեք աճի շրջանում գարալին ինքը մինչե 7-8 բայց հիմա իմ մոտ գա այդ մի միավորն էլ օգնում է իմացաք դրանով եք վերագանքվում բա Այո, եւ նաեւ քնի ընթացքում ճարպայրում է տեղի ունենում։ Իհարկե, եթե դուք այդ իմացած ճիշտ ժամին եք քնե եւ դուք խորն եք քնե, առանց ձայն, առանց բան, ուրեմն իդեալական ձևով դուք վերագանքվում եք։ Շնորհակալություն Մանո ինֆորմատիվ զրույցի եւ པարզ խորհուրդների համար, որոնք կօգնեն արագ վերականգնվել տոներից հետո հետևեք մեր թողարկումներին կարևորը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման, մինչ հանդիպում։